փոքրամասնություններին, որոնք պոտենցիալ կարող է ռեժիմի դեմ կենտրոնախույս ինչ-որ ուժի բան լինի, անում են այսինքն ինչ-որ թուրքերը հայերի գլխին արեցին, այն իմաստով, որ դուք կարող ա ռուսների հետ եք, դե ձեզ ոչնչացնենք։ Միջև ինչ են ասում, որ դուք թշնամու կողմն եք, չէ, թուրքերի բաներից մեկը դա է։ Արդարացումներից մեկը, ասենք, պատերազմի ժամանակ դուք ռուսների կողմն եք բռնել։ Նույնը պարսիկների մոտ է, որ դուք քուրդեր բան եք, կարող է բռնեք, ինչքան ում կողմ, ամերիկացիների կողմը եւ այլն։ Եվ ավելի վայրակ ձևով դրանց ոչնչացնում են, սպանում են։ Գործ այնքան վատացավ, որ Իրաքի քուրդերը արդեն անցան գործի, սկսեցին սահմանների վրա պարսկական ռեժիմի մարդկանց վրա կրակել, մի քանի մարդ սպանել արդեն, ինչ էր կազմակերպում են ինչ-որ ձևի իրենց քուրդ հայրենակիցներին պարսկական ինչ-որ ազգակիցներին ասենք, պաշտպանելու ինչ-որ ուժեր բարձրացնելու։ Սա իհարկե բոլորին ոչ ռեժիմի համար լավ, ոչ պարսիկ ժողովրդի համար լավ, կամ որևէ մեկի համար լավ, դա մեծ խնդիր առաջացնում, բայց հետևանքներից մեկը դա է։ Հիմա ասենք դե ոչ մեկ չի կանգնել այս րոպեին ազերիներին պաշտպանի, բայց թուրքերը այդպես բաներ են ասում։ Թուրքերը իդեպ ասեմ, որ Պարսկստանի ազերիներին կամ թուրքախոսներին ասենք համարում են թուրք։ Ադրբեջանցին դրանց համարում են ադրբեջանցի։ Նույն բանը չի, բայց տենց են նայում։ Պարսիկները իրանց ասում են, թե սրանք իրանցի են, պարզապես թուրքախոս, ոնց են ասում քուրդերի համար թուրքերը, սարեցի թուրքեր, տենց արտահայտություն չէ, կար քուրդերի համար 80-ականներին, 90-ականներին շատ էին գործածում տենց բան, այդ արտահայտությունը, իրանք թուրք են, պարզապես սարի թուրքեր, դա իրանք բարբարն է, իրանք ինչ-որ ցեղախմբեր են, ոչ թե իրանք բան են, վարիանտ են թուրքի, սենց ասած, բայց եթե այդպես է, եթե այդպես է, բա ինչ ես իրանք սպանում այդքան, ինչ ես այդպես վախենում իրանցից, պարզա, որ իրանք այդ ասելը մի բան է, բայց ոնց քո գործունեությունը ցույց է տալիս դու իսկապես ինչ ես մտածում դրա մասին։